Իդեպ, մեր երկրում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան հիմա։ Այս նախադասությունը Նիկոլ Փաշինյանը արտասանել է 2018 թվականից ի վեր ամեն տարի, նույնիսկ տարին մի քանի անգամ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր ներկայացնելու հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Լրագրողների մուտքը արգելված էր։ Առաջին անգամը չէ, երբ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը խոչընդոտներ էր ստեղծում լրագրողների համար։ Եղել են դեպքեր, երբ անգամ լրագրողների համար հատկացված օթյակից են նրանց դուրս հանել դահլիճում կատարվողը չֆիքսելու համար։ Բայց Փաշինյանի այս վերաբերմունքը միայն լրագրողներին ուղղված չէ։ 3 հոկտեմբերի 26-ին Հովանավանքում Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր կեղծ պատարագի, որտեղ բացի կարգալույծ հռչակված քահանայից բոլոր քահանաների մուտքն արգելված էր։ Ավելին, որոշ հոգևորականների հրավիրել էին քննչական կոմիտե հարցաքննության այդ արարողությանը չմասնակցելու համար։ Նպատակն էր, որ այդ արարողությունը անցկացնի կարգալույծ եղած հոգևորականը։ Ստացվում է, Նիկոլ Փաշինյանը իրեն լավ է զգում միայն քվեականների նեղ շրջապատում, հնարավոր ամեն եղանակով խուսափում է ժողովրդից, սակայն շարունակում է իրեն կոչել ժողովրդի իշխանություն։